Նարեն, Մանեն, Արփին ու Քրիստինան այս տարի ապրիլին հասել էին Կոսովո Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի 14-րդ միջազգային օլիմպիադային մասնակցելու։ Մեկ տարի անտրտունջ պատրաստվել էին, բարդ հավասարումներ լուծել։ Արդյունքում հայրենիք բերեցին 4 բրոնզե մեդալ։ Հայաստանում մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայի անցկացումից հետո որոշվեց, որ 10, 11, 12-րդ դասարանի աղջիկները, ովքեր հանրապետական օլիմպիադայում գովասանագրի կամ կարգի են արժանացել, իրենք գրեն ընտրական փուլ, մի քանի օրից, 2 օրից ընտրական փուլ, ամեն օր էլի 3 խնդիր ու ըստ դրա առաջին 4 տեղեր գրաված աղջիկները ընտրվեցին օլիմպիադա գնալու համար։ Թեև 14-րդ անգամ էր անցկացվում աղջիկների մաթեմատիկայի օլիմպիադան, բայց Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում։ 56 երկրի 219 աշակերտուհու միջև է ընթացել մրցապայքարը։ Գիտակցում էինք, որ այնտեղ գնացել ենք Հայաստանի պատիվը լավ պահելու ներկայացնելու համար ու այդ ավելի էր պարտավորեցնում հնարավորինս մաքսիմալ լավ ներկայանալ։ Ու հենց այդ է պատճառը, որ հիմա մենք մեր հաջողությունը համարում ենք ոչ թե այն մեդալները, որ յուրաքանչյուրը ստացավ այնտեղ, այլ այն համընդհանուր արդյունքը, որ Հայաստանը իր առաջին իսկ մասնակցության տարում կարողացավ այդ երկրների դասակարգման հաղորդակում բավականին բարձր հորիզոնական գրանցել։ Օլիմպիադային մասնակցության ֆինանսական ծախսերը հոգացել է Քառակուսի հիմնադրամը։ Կրթական կազմակերպությունը նաև խմբակներ է կազմակերպել մասնակիցների համար, նշում է թիմի ղեկավարը։ Բնականաբար մի տարվա աշխատանք չի լինում մեդալ բերելը, համ դպրոցի իրանց աշխատանքն է, համ գումարած խմբակները, համ Քառակուսի հիմնադրամի արած խմբակները, ու հենց վերջին կոնկրետ ամիսը 1.5-2 ամիսը ընտրական փուլը անելուց հետո արդեն հենց թիմի հետ շատ ավելի ինտենսիվ շաբաթական 3-4 օրով տենց խմբակներ էինք անում։ Տարբեր առարկաների օլիմպիադաներին մասնակցությունը մեծացնում է հաջողություններ գրանցելու եւ մեդալներ նվաճելու հավանականությունը, նշում է Ֆիզմատ դպրոցի փոխտնօրենը։ Կարևոր է, որ դպրոցականները չվախենան փորձել իրենց ուժերը։ Ինչքան աշխարհագրությունը մենք մեծացնենք տարբեր երկրների, տարբեր օլիմպիադաների մասնակցելով եւ մեր երեխաները, մեր աշակերտները կհզորանան այդ առումով ու կպատրաստվեն ի վերջո վերջնական միջազգային օլիմպիադայում մենք կգրանցենք ավելի լավ արդյունքներ։ Մեր գերագույն նպատակներից մեկը նաև այն է կոնկրետ մաթեմատիկայի ոլորտում, որ մենք փորձենք ամեն ինչ անել, որ մաթեմատիկայի գծով ոսկիները ավելանան։ Աշակերտուհիները նախատեսում են շարունակել մասնակցել միջազգային ստուգատեսների ավելի բարձր նվաճումների ակնկալիքով։ Արամ Մանանդյան, Շիրայր Հաբետյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։